Մինչև 2036 թվականը ժամանակ ունի Հայաստանը նոր ատոմակայան ունենալու համար, հակառակ պարագայում կկանգնի լուրջ խնդիրների առաջ։ Էներգետիկ անվտանգության մասնագետներն են ահազանգ հնչեցնում։ Նոր ատոմակայան ունենալու համար էլ շատ ժամանակ ու ռեսուրս է պետք, իսկ Հայաստանն այն կառուցելու համար միայն փակ բաժնետիրական ընկերություն է ստեղծել, որը պիտի ֆինանսավորվեր 2025 թվականի առաջին եռամսյակում։ Ընդհանրապես ես կարամ ասեմ, որ այս նոր ատոմակայան կառուցելու շուրջ կա ժամանակ առ ժամանակ խոսակցություն գործող իշխանությունների կողմից, գործող ռեժիմի կողմից, բայց ռեալ քայլը ռեալ հողի վրա չկա։ Եվ այս առումով ոչ մի առաջընթաց չունենք ոչ ռուսական կողմի հետ, ոչ չինական, ժամանակին շատ ակտիվ խոսում են, որ իբրև ամերիկյան կողմի հետ կա համաձայնություն, ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ դա չի համապատասխանում իրականության, հիմա լրիվ մոռացել են ամերիկյանը, անցել են իբրև չինական։ Նոր ատոմակայան ունենալու համար Հայաստանն արդեն պիտի գործընթացի մեկնարկը տված լիներ, բայց սա էլ տեղից չի շարժվում։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասում է, Մեծամորի ատոմակայանը շատ խոշոր արդյունաբերական օբյեկտ է Հայաստանի համար, որը կորցնել չի կարելի։ Նույնիսկ եթե պատկերացնենք, որ հոսանքի պակաս չկա, զուտ Մեծամորի ատոմակայանի անգործության պատճառով Հայաստանը մոտավորապես 1% հնա կկորցնի։ Սա առաջինը։ Երկրորդը Մեծամորի արտադրած էլեկտրաէներգիան ավելի էժանական է ուրիշ տեսակի էլեկտրաէներգիան եւ այդ պատճառով միջին արժեքը էլեկտրաէներգիայի Հայաստանում ավելի ցածր է, քան թե կլիներ Մեծամորի բացակայությամբ։ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու պատրաստակամություն Ռուսաստանն ու Չինաստանն էին հայտնել։ Պեկինն առաջարկել էր նոր ատոմակայանի կառուցման հարցում տեխնիկապես աջակցել Հայաստանին, իսկ ռուսական Ռոսատոմ ընկերությունը Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու առաջարկ էր արել, ավելին վստահեցրել էր, որ Հայաստանից հարևան երկրներ կարտահանվի արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը։ Իսկապես վիճակը շատ վատ է, այլընտրանք գտնել ատոմային համակարգին, ատոմային կայաններին, այսօր Հայաստանի համար շատ դժվար է լինելու, եթե չասեմ անհնար։ Այդ ուղղությամբ այսօրվանից արդեն աշխատանքներ չանեն, մենք կանգնենք ուղղակի որտեղ ինչ-որ խնդիրները այլ լրջագույն էներգետիկ կռախի առաջ կանգնենք 2036 թվականին։ Եթե Հայաստանի իշխանությանը չհաջողվի նոր ատոմակայան ունենալ մինչև 2036 թվականը, Հայաստանը տնտեսական լուրջ խնդիրներ կունենա։ Տնտեսագետն ասում է, նվազագույնը կտրուկ կբարձրանա էլեկտրաէներգիայի արժեքը։ Այստեղ նաև որոշակի ազգային պրեստիժի հարց կա, որովհետև այն երկրների ցուցակը, որտեղ ատոմակայաններ կան, այդքան էլ մեծ չէ եւ Հայաստանը այդ դասում է եւ եթե Հայաստանը այդ դասում չլինի, սա արդեն որոշակի մակարդակի իջեցումն է լինելու։ Զրուցակիցներս նշում են, որ կարևոր է նաև թե ինչ տեսակի ու հզորության ատոմակայան կստեղծի Հայաստանը եւ ում հետ կցանկանա գործակցել այս հարցում։ Ամեն դեպքում Հայաստանն արդեն ուշացրել է գործընթացը։ Ռուսական ընկերության ներկայացուցիչն էլ է հույս հայտնել, որ Հայաստանը կպահպանի կառուցման ժամկետները, քանի որ 2036 թվականը սարերի հետևում չէ։ Ռոսատոմի ներկայացուցիչ Միխայել Տուրունդաևը վստահեցրել է, որ Հայաստանում իրեն ստեղծած ատոմակայանը ավելի շահավետ է լինելու աշխատանքների համար պատրաստ են $57.5 միլիոն դնել։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։